Ուկրաինան մոբիլիզացնելու է 18-ամյա քաղաքացիներին։ Նման համոզմունք է հայտնել 93-րդ բրիգադի հրամանատար Շամիլ Կրուտկովը։ Ես վստահ եմ ցավոք, որ մենք մոբիլիզացնելու ենք 18 տարեկանից։ Սրանք իրողություններ են, որոնց հետ մենք հնարավոր է ստիպված լինենք առերեսվել, ասել է ուկրաինացի զինվորականը։ Նա հավելել է, որ նման որոշումը վաղուց է հասունացել։ Ուկրաինական հրամանատարությունը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, որոշումներ է կայացնում այն ժամանակ, երբ դա պետք էր անել դեռ երեկ, ընդգծել է Կրուտկովը։ Կամավորներն ըստ նրա բավարար չեն ռուսական բանակին կանգնեցնելու համար։ Ուկրաինայում հրադադարի ամենաարագ ճանապարհը կլինի ռուսական ճանաչել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանները։ Այս մասին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է Դոնալդ Թրամփին։ Փոխանցում է Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ 2 պաշտոնատար անձանց եւ 5 աղբյուրների։ Գործակալության տվյալներով Ուիթքոֆը Թրամփին այդ տարբերակի մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպումից հետո։ Թրամփը Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքում որոշում չի կայացրել այդ հարցում ռազմավարությունը փոխելու մասին, նշել է գործակալությունը։ Նյութում նաև ասվում է, որ ԱՄՆ նախագահի մեկ այլ հատուկ բանագնաց Քիթ Քելոգը չի համաձայնել Ուիթքոֆի թեզին։ Նրա խոսքով Ուկրաինան չի հրաժարվի այդ տարածքներից։ Ուկրաինան կարող է բաժանվել հետպատերազմյան Բեռլինի նման հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելոգը, փոխանցում է Times-ը։ Նա կարծում է, որ բրիտանական եւ ֆրանսիական զորքերը կարող են վերահսկողության գոտիներ վերցնել Ուկրաինայի արևմուտքում, իսկ ռուսականները արևելքում։ Ընդ որում նրանց միջև կլինեն ուկրաինական ուժերն ու ապառազմականացված գոտին, նշել է Քելոգը։ Նրա կարծիքով նման տարբերակը սադրիչ չի լինի Մոսկվայի համար։ Ուկրաինայի հակամարտությունում կրիտիկական պահ է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ Նրա խոսքերը մեջբերում է Independent-ը։ 2025 թվականը կրիտիկական տարի է Ուկրաինայում պատերազմի համար, կարծում է պաշտոնական գերատեսչության ղեկավարը։ Պարբերականի տեղեկություններով Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության հարցերով նիստի ժամանակ դա դիմել է հավաքվածներին, կոչ անելով ուժեղացնել Կիևի աջակցությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դժվար կլինի Ուկրաինայում օգտակար հանածոների արդյունահանում սկսել ռազմական գործողությունների պայմաններում։ Ուստի ամերիկյան իշխանությունները կարող են ստիպել Կիևին համաձայնել Մոսկվայի հետ խաղաղության։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։ Պաշտոնյայի կարծիքով Թրամփը մինչև վերջ ճնշում է գործադրելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա, օգտակար հանածոների վերահսկման վերաբերյալ գաղութային պայմանագիր կնքելու համար։ ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի նախագծում ներառել է Եվրոպա գնացող Գազպրոմի խողովակաշարի ուկրաինական հատվածի նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու պահանջը։